անկեղծորեն շատ տարօրինակ են եւ զարմանալի, շնորհակալություն։ Թադևոս Ավետիսյան։ Սիրելի հայրենակիցներ, վստահ եմ բոլորս պարբերաբար լսում ենք եւ հետո ավելի շատ ենք լսելու աշխատավարձերի բարձրացման մասին, ինչ-որ աննախադեպ նոր բարձունքներ իբրև հաղթահարելու։ Ես խոսելու եմ աշխատողների մեջ շուրջ 25% կազմող աշխատող աղքատների խորացող սոցիալական խնդիրներից։ Մեր այս հայրենակիցները աշխատում են լրիվ աշխատանքային ռեժիմով եւ ստանում են ավելի ցածր ամսական աշխատավարձ, քան նույնիսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն է։ Հիմա ավելի պարզ։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, սիրելի հայրենակիցներ, այն նվազագույն ամսական ծախսն է, որն անհրաժեշտ է մեկ անձի մեկ ամիսը գոյատևելու համար, ոչ թե լավ ապրելու, այլ գոյատևելու։ 2021 թվականին այս իշխանությունը խոստացավ, որ 2026-ին նվազագույն աշխատավարձը պետքա դառնա 85,000 դրամ։ Որպես կանոն այս խոստումն էլ չկատարվեց, փոխարենը անընդհատ խոսում են միջին աշխատավարձի բարձրացումից, իդեպ այստեղ էլ առանց տարանջատելու, որ դրա մի մասը վիճակագրական թվանկարչություն է, մի մասը ստվերի վարձատրության ստվերի կրճատում, որոնք որ ըստ էության սոցիալական ուղիղ ազդեցություն չունեն, մի մասն էլ իրական բարձրացում։ Բայց հաջորդ տարի նվազագույն աշխատավարձը սրանք փաստեր են եւ թվեր, որոնք չեն կարող կեղծել։ Մնալու է նույնը 75,000 դրամ, շուրջ 7,000 դրամով ավելի պակաս, քան այս տարվա կեսին գրանցված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։ 2021 թվականին իդեպ այս տարբերությունը ավելի քիչ էր 2000 դրամ, 68,000 էր նվազագույն աշխատավարձը, 70,000 այդ զամբյուղի արժեքը։ Հաջորդը, որ ավելի կարևոր է, վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի, աշխատանքի միջազգային կազմակերպության համապատասխան կոնվենցիայի պահանջներով, որոնք Հայաստանը շատ վաղուց վավերացրել է։ Նվազագույն աշխատավարձը չպետք է պակաս լինի միջին աշխատավարձի 40%-ը։ Այդպես էր 2021 թվականին, այդ հարաբերակցությունը 47% էր։ Իսկ այս իշխանությունը խոստանում էր, որ ել ավելի է լավացնելու աշխատող աղքատների վիճակը, աշխատանքից սոցիալական նպաստից դեպի աշխատանք եւ այլ խոստումներով։ Իսկ հիմա այս տարվա կեսին այդ հարաբերակցությունը 35% է, այսինքն նվազագույն շեմից 5%-ային կետով պակաս։ Այսինքն այս իշխանությունը ոչ միայն չի կատարել իր նախընտրական եւ ծրագրային խոստումները, այլ նաեւ խախտել է հստանձնած միջազգային պարտավորությունները։ Դեպ այս ընթացքում երկու անգամ էլ մերժել է մեր օրենսդրական առաջարկը նվազագույն աշխատավարձն ինդեքսավորելու վերաբերյալ, այսինքն գների աճին համապատասխան բարձրացնելու վերաբերյալ։ Հետևաբար ակնհայտ է, ինչքան էլ խոսեն, առնվազն նախորդ 5 տարիներին աշխատող աղքատների նկատմամբ վարվել է ոչ թե սոցիալական, այլ հակասոցիալական քաղաքականություն, որի հետևանքով նրանց սոցիալական վիճակը փաստացի եւ շոշափելի վատացել է։ Ավարտում եմ։ Իդեպ 2020 թվականին էլ ըստ էության վերացրեցին եկամտահարկի սոցիալական բաղադրիչը համահարթեցնելով եւ այսօր աշխատող աղքատը ավարտում եմ։ Եվ այսօր կարևոր բան եմ ասում, բոլորս էլ կարևոր բաներ ենք ասում։ Եվ այսօր աշխատող աղքատը վճարում է նույն դրույքաչափով եկամտահարկ, ինչ որ տասնյակ պատիկներով անգամ ավել ստացող եկամուտ ստացող մեր քաղաքացիները։